Պարոն Քոչինյան, Ուկրաինան լայնածավալ գործողություններ իրականացրեց Ռուսաստանի ներսում, Սարդոստային օպերացիայի մասին է խոսքը, որը շատ մեծ ռեզոնանս ստացավ ու ինչպես դա կազդի հետագա ընթացքի վրա, թե բանակցություններում, թե մարտադաշտում։ Պետք է ֆիքսենք, որ Ուկրաինայի կողմից իրականացված ռազմական օպերացիան իր ներդրված ռեսուրսներ տված արդյունք առումով երևի թե փայլուն օպերացիա էր եւ հատկապես այն փաստը, որ դա տեղի ունեցավ բանակցություններից առաջ, բավական էական ազդեցություն կարող է ունենալ բանակցային գործընթացի վրա։ Սա ասելով հանդերձ պետք է դասել ֆիքսենք, որ մեկ օպերացիայով պատերազմի ընթացքի վրա լուրջ ազդեցություն ունել ամեն դեպքում հնարավոր չէ եւ որ դեռևս Ուկրաինայի վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր, թե ռազմաճակատում, թե բանակցային սեղանի շուրջ։ Սա է վկայում նաև այն փաստը, որ բանակցային սեղանի շուրջ ռուսական կողմի դրած պահանջները ըստ էության կապիտուլյացիոն պահանջներ են, ինչ որ Ռուսաստանը պահանջում է, արդյոք կարելի է ուղղակի անվանել Ուկրաինայի կապիտուլյացիա։ Այնպես որ իրադրությունը շարունակում է մնալ ծանր, բայց սրանով հանդերձ այն կանխատեսումները, թե պատերազմը մոտակա մեկ ամսվա ընթացքում ավարտելու է կամ կան տեսաբաններ, մասնագետներ, որոնք խոսում են այն մասին, որ պատերազմը ամենայն հավանականությամբ մինչև տարվա վերջը ավարտվելու, այս պայմանությամբ ես կարծում եմ նման կանխատեսումները վաղաժամ են։ Պարոն Քոչինյան, հաշվի առնելով, որ բանակցություններին նախորդել էր փաստաթղթերի փոխանակում եւ այլ առաջարկների փոխանակում եւ օպերացիայից կարծես հենց հաջորդ օրը տեղ ունեցավ Թուրքիայում բանակցությունները, կարելի է ասել, որ այդ բանակցությունների վրա չէր ազդել դեռ օպերացիան, հա, այսինքն այդ փոխանակումը տեղի ունեցել օպերացիայից առաջ եւ Ռուսաստանի այդ պահանջները, որոնք շատ մաքսիմալիստական էին, կապիտուլյացիոնիստ, ինչպես դուք նշեցիք, դեռ դրան մեջ, այսպես ասած, ներառված չէր այդ հետևանքները այդ օպերացիայի։ Հնարավոր է, որ հաջորդ բանակցությունները, որոնք որտեղ տեղի ունենան կամ երբել որ տեղի ունենան, մի փոքր մեղմացնեն Ռուսաստանի դիրքորոշումը։ Դե գիտեք, տեսականորեն իհարկե հնարավոր է, բայց նույնիսկ եմ ուզում կգտնել, որ մեկ օպերացիայի արդյունքում պատերազմի ամբողջ ընթացքի ինչ-որ փոփոխություն կամ դիրքորոշների փոփոխություն դժվար թե հնարավոր լինի կանխատեսել։ Այ եթե այս ամեն ինչը տեղի ունենա շարունակական, այ մինչև հաջորդ բանակցությունները մենք տեսնենք նմանատիպ մի քանի օպերացիաներ, այդ այս կարծում հստակ կարող է ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա։ Ռուսաստանից ինչ պատասխան ակնկալենք։ Բարդ հարց եք տալիս, ես կարծում եմ պատասխանը դնելը բավական արնոտ, որովհետև Ռուսաստանին չի հաջողվում բուն ռազմաճակատում, այսպես ասենք, արդյունավետ պատասխան տալ։ Դրա համար մենք ինչ որ տեսնում ենք, դա քաղաքացիական ենթակառուցվածքների, հիվանդանոցների ուսումնական հաստատությունների մասսայական ռմբակոծությունն է կամ հրթիռակոծությունն է, ու դա թույլի մարտավարություն է, էլի ըստ էության նման քայլերի դիմել են կողմերը, որոնք որ նույնից եմ ուզում գտնել, բուն ճակատում արդյունավետ ինչ-որ գործողությունների դիմել չեն կարողանում։ Կամաց այսպես մսաղացի տրամաբանությամբ ուղղակի աշխատում են։ Բայց ոչ կարծում եմ այս տրամաբանության մեջ կլինի ամենահավանականության պատասխանը։ Այսինքն հետագա թիրախավորումները նույնիսկ կարող են լինել քաղաքացիական։ Այո, դե վերջին երկու օրերին մենք դա նորից տեսանք, էլի ըստ էության։ Պարոն Քոչյան, նաև այդ բանակցությունների վերադառնալով, ինչ տվեց դա հենց այդ պահին, բացի հումանիտար հարցերը, ինչ որ շոշափելի բան, թեկուզ հետագայի համար հող բանակցությունները նկատի ունեք։ Այս պատրությամբ ասել, որ ինչ որ իրական տեղաշարժ կա բանակցային գործընթացում, կարծում եմ պետք չէ, որովհետև կողմերը նորից եկել են եւ իրենց դիրքորոշումներն են վերահաստատել ըստ էության եւ թեպետ իրենք նշեցին, որ կառուցողական մթնոլորտում է տեղ ունեցել բանակցությունները, որ որոշակի տեղաշարժ կա, ես կարծում եմ մինչեւ չխոսենք առաջնորդների մակարդակներով հանդիպման մասին, ընդ որում ես ինչքան հասկանում եմ շատ մեծ հավանականություն է, որ այդ պարագայում կմասնակցի նաև ԱՄՆ նախագահան, ինչ-որ լուրջ տեղաշարժի մասին բանակցային գործընթացում խոսել ավելորդ։ Իսկ այդպիսի հույս ակնկալ կարող են, որ նախագահները կգան։ Դե բացառել պետք չի, բայց այս պայմանությամբ նմանել չի իրավիճակը, որ մոտակա ամսվա ընթացքում մենք նման բան կտեսնենք։ Ուկրաինացիները հանդիպումից հետո գնացել էին Վաշինգտոն, այնտեղ կարծես հանդիպումներ ունեցել։ Ինչ-որ տեղեկություններ կան կամ ինչ կարող է լինել Վաշինգտոնում, որովհետև Վաշինգտոնը ցույց է տալիս, որ մեկ միջամտում է այդ գործին, մեկ խռովում են դուրս են գալիս կամ սպառում են, որ դուրս կգան։ Ցավոք սրտի ես այն հայ փորձագետների թվին չեմ պատկանում, որոնք աշխարհի բոլոր անկյուններում ունեն իրենց ինֆորմացիոն աղբյուրները, լինի դա Հութիները, չգիտեմ, Վաշինգտոնը, Մոսկվան, Բաքուն, բոլոր տեղերը կան փորձագետներ, հայ, ովքեր ունեն ինֆորմացիոն աղբյուրներ։ Նաև Օջալանից տեղեկություններ ունեն։ Այո, բոլոր տեղերից իրենց զեկուցում են, ցավոք սրտի ես նման կապեր եւ նման ուրեմն աղբյուրներ ինֆորմացիան չունեմ, բայց այն փաստը, որ Ուկրաինայի համար արտակարգ կարևոր է Միացյալ Նահանգների մասնակցությունը թե բանակցային գործընթացում, թե նրանց նյութատեխնիկական, հետախուզական եւ այլ կարողություններով աջակցելու Ուկրաինային, դա անհերքելի է։ Եվ երևի թե այսպայությամբ Ուկրաինայի արժե դրված ռազմավարական ամենամեծ նպատակը դա թույլ չտալ, որպեսզի Միացյալ Նահանգները դուրս գան միակողմանորեն պարզապես բանակցային գործընթացից եւ իրենց
ցուցադրվող աջակցությունից։ Բայց ինչ շոշափումները ինչ են ցույց տալիս Միացյալ Նահանգները ինչ է պատրաստվում անել, որովհետև նախագահ Թրամփը հայտարարել էր Պուտինի քննադատել էր Պուտինին, որ նա խելագարվել է, այսինքն ինչ սպասել Միացյալ Նահանգներից։ Վերջապես կողմնորոշվել են այստեղ ինչ։ Ամենակոշտ անգամ հայտարարությունները, որոնք որ մենք լսում ենք Վաշինգտոնից, դեռ փաստ չի, որ դրանց հետևելու են որոշակի գործողություններ, դրանք այս ադմինիստրացիայի պարագայում դրանց առաջին երկրորդի առանձնապես կապ չունեն, այսինքն դուք կարող եք լսել շատ կտրուկ, այսպես չոր հայտարարություններ, որոնք առանձնապես կապված չեն ունի գործողությունների հետ, դա հնարավոր է։ Այնպես որ եկեք սպասենք եւ տեսնենք, թե որոնք են նելու ադմինիստրացիայի գործողությունները հողի վրա։ Իսկ ինչպիսին դրանք կարող են լինել։ Նկատում եք սանկցիաներ, թե ամենալավ տարբերակը իհարկե նա կլինի, որ ադմինիստրացիան վերականգնի գոնե այն նույն մասշտաբով Ուկրաինայում ցուցադրվող ռազմական, ռազմատեխնիկական, հետախուզական աջակցությունը, որը եղել է նախորդ ադմինիստրացիայի օրոք։ Պարոն Քոչինյան, կարող ենք ասել, որ այս պատերազմում Ռուսաստանը մի պահ եղավ, որ կարծես առավելություններ ստացել եւ լուրջ առավելություններ ստացել, հիմա կարծես ավելի թուլացած է երևում, ինչպիսին է Ռուսաստանի հզորությունը այս պահին։ Եթե նկատեցիք, ես ինձ դա էի ասում ամբողջ ընթացքում, որ մի օպերացիայի արդյունքում խոսել պատերազմի ընթացքի շեղման մասին վաղ է։ Այն առավելությունը, որի մասին դուք խոսում եք, Ռուսաստանը ըստ իս դեռևս պահպանում է։ Համենայն դեպս ռուսական զորքերը դանդաղ հսկայական կորուստներով, բայց շարունակում են առաջ շարժվել։ Այս այլ մինչև չփոխվի խոսել նրա մասին, որ պատերազմի ընթացքը փոխվել է, իսկ կարծում եմ ավելորդ է դեռևս։ Իսկ ինչ կարող ենք ակնկալել բանակցություններից։ Ռուսաստանը այս մաքսիմալիստական պահանջները դրել է որպես կարմիր գիծ, որպեսզի նահանջելու տեղ ունենա, թե սա վերջնական պահանջներ են, որը պետք է բավարարվի, որ պատերազմը կանգնի։ Ձեր հարցի պատասխանը կախված է չափազանց շատ փոփոխականներից։ Այդ հարցի պատասխանը օրինակ կախված է նրանից, թե Միացյալ Նահանգները ինչ որոշում են կայացնում Ուկրաինային աջակցելու գործում։ Դա կախված է նրանից, թե Եվրոպական միության երկրները, որոնք որ հիմա հայտարարել են որոշակի մոբիլիզացիայի եւ ռեսուրսների եւ կարողությունների, ինչ արդյունքների են հասնում, այսինքն հայտարարություններից այն կողմ անցնում են եւ կոնկրետ գործողությունների կարողանում են դիմել, թե չէ։ Դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանին պատերազմում հետագա ընթացքը վայրում աջակցելու կամ չաջակցելու թեմայից։ Իսկ շատ են փոփոխականները։ Դրա համար հիմա որոշակի կանխատեսում անել, թե այս բանակցությունները ու կբերեն անհնար է։ Հստակ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը սա է արտահայտված, եւ մինչեւ այս պահ հանրապես այդ դիրքորոշումը չի փոխվել։ Պարոն Քոչինյան, դուք էլ ասացիք, որ դեռ չի երևում, որ մոտակա 1 ամսվա ընթացքում օրինակ կարող է պատերազմը վերջանալ, բայց մենք տեսնում ենք, որ նաև երկու կողմերն էլ կարելի ասել քանվել կամ քանվում են։ Ես չեմ կիսում այդ տեսակետը, թե երկու կողմերը քանվել են, ես կարծում եմ երկու կողմերը դեռևս պահպանել են պատերազմը շարունակելու կարողություններ։ Այսինքն դեռ կարող է դա մոտավորապես կողմի մի տարի օրինակ կարող։ Դե ժամկետ դժվար է ասել, բայց համես այն, որ երկու կողմերը դեռևս պահպանել են որոշակի ռազմավարական պաշար ասեմ, թե նախաձեռնության հնարավորություն ասեմ, դա երևում է հստակ է դա։ Գալով Ռուսաստանի հետաքրություններին նաև մեր տարածաշրջանում եւ մեր հարակից տարածաշրջաններին, մենք տեսանք, որ մեծավոր արևելքից նրանք դուրս եկան, Կարապային Կովկասում են դիրքերը էականորեն թույլատրել, բայց վերջին շրջանում, երբ Ռուսաստանը, ինչպես մենք էլ արձանագրեցինք, հողի վրա նաև բանակցություններում ինչ-որ առավելություն է ստացել, կարծես նրանք փորձում են վերադառնալ հատկապես Հարավային Կովկաս։ Սա ասելով նկատի ունեմ նաև Լավրովի վերջին շրջանի այցը։ Այդ փորձերը դրանք գիտեք փշուրներն են Ռուսաստանի նախկինում ունեցած ազդեցության։ Եվ միանշանակ է, որ քանի դեռ պատերազմը Ուկրաինայում շարունակվում է, Ռուսաստանին չի հաջողվելու ոչ միայն վերականգնել, այլ մոտ գալ իր նախկինում ունեցած դիրքերին։ Եվ այստեղ երևի թե ամենակարևոր հարցը այն է, թե Հարավային Կովկասի 3 հանրապետությունները Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ինչպես են աշխատում այն ժամանակի հետ, որը որ դեռևս ունեն, մինչև Ռուսաստանը կարողանա ազատել իր քաղաքական էներգիան, իր հնարավորությունները, իր ժամանակը Հարավային Կովկասում ազդեցություն վերականգնելու ուղղությամբ։ Ընդ որում երկու կարևոր գործընթաց կա, որոնց մասին պետք է խոսել։ Մեկը դա դիմադրունակությունն է եւ բազմազանեցում հնարավորությունների Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դեպքում, եւ երկրորդը ներքին կոնֆլիկտների հաղթահարումը, որովհետեւ կոնֆլիկտն պատուհանն է, որի միջոցով Ռուսաստանը վերադառնալու է տարածաշրջան։ Նկատի ունեք օրինակ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը։ Այո, հենց առաջի հերթին դա նկատի ունեմ, որովհետեւ դա հենց այն պատուհանն է, որի միջոցով Ռուսաստանը փորձելու է վերադառնալ։ Ադրբեջանը դա չեն գիտակցում, պարոն Քոչինյան, որովհետեւ վստահ եմ, որ Ռուսաստանը վերադառնալու։ Վստահ եմ, որ գիտակցում են, բայց իրենց հաշվարկները գիտեք, իրենք ճոխություն ունեն, իրենք մի քիչ ավելի ինքնիշխան են, մի քիչ ավելի դիմադրունակ են, մի քիչ ավելի հարուստ են, քան Հայաստանը եւ շատ հայտնի անեկդոտի պես ասում եմ, ես առուծից արագ չպետք է վազեմ, ես քեզանից արագ պետք է վազեմ ընդհանրապես։ Հիմա մեզանից են արագ վազում։ Հիմա դա է խնդիրը, բայց եւ նաեւ հետեւյալ հաշվարկն են, ես կարծում եմ, դեռևս անում, թե հիմա Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմը ավարտում է եւ եթե ավարտում է, ոնց է ավարտում, ոնց է դուրս գալիս, դա շատ բաներ են կախված։
Ամեն դեպքում ես կարծում եմ մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատելը եւ խաղաղության հաստատման ուղղությամբ քաղաքական էներգիա ու ռեսուրսներ ծախսելը։ Այսինքն կարող ենք կապել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Ոչ մենք կարող ենք կապել դրանք։ Նկատի ունեմ այն իմաստով, որ Ադրբեջանը սպասում է, թե այնտեղ ինչ տեղի կունենա եւ դրանից օրինակ մի շաբաթ առաջ, այսպես կոպիտ ասած, պատրաստ կլինի արդեն ստորագրել փաստարկը։ Կամ հակառակը չէ ստորագրել։ Որտեղ եթե ինքը հասկանա, որ Ռուսաստանը ամբողջությամբ կարողանում է վերադառնալ այս տարածաշրջան եւ սկսելու է մեղավորներ փնտրել, այդ բարակայում ինքը չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Այնպես որ այն որ կապը կա ուկրաինական պատերազմի դա հստակ է եւ այն որ այն ժամանակահատվածը, որ դեռևս տևելու է ուկրաինական պատերազմը, այդ այն օպերացիոն տարածքն, որը ունեն Հարավային Կովկասի 3 հանրապետությունները, դա նույնպես հստակ է։ Բայց եթե Ռուսաստանը վերադառնում է պարոն Քոչարյան, ամենից ձեռք չի տալիս Ադրբեջանին ստորագրել, որովհետեւ այդ դեպքում Ռուսաստանը գործիք չի ունենա երկու կողմերի։ Դա այնպես չի, որ ընդհանրապես գործիք չի ունենա, կոնֆլիկտը ամեն դեպքում Ռուսաստանի միակ գործիքը չէ, հետո ամեն դեպքում հնարավոր է վերականգնել այդ գործիքը եւ վերջապես երրորդը ձեր ասած պարագան աշխատանքային է մենակ մի դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը սկսում են իրար վստահել։ Որտեղ դու պետք է վստահես հակառակ կողմին, որպեսզի միասին կարողանաք հաղթահարել ձեր ընդհանուր կախվածությունը կոնֆլիկտը Ռուսաստանից։ Հակառակ դեպքում ոնց որ չի աշխատում։ Կարող են նորից գործիքայնացնել կողմերից մեկին։ Կեցեք։ Եվ Ադրբեջանում մտածում են, որ դա կարող լինի Հայաստանը, Հայաստանը մտածում են, որ դա կարող լինի Ադրբեջանը։ Այսինքն այս պատմությամբ երևի թե ամենամեծ խնդիրը դա այդ դիմացին վստահելու հնարավորությունն է, կարողությունն է միասին աշխատելու համար Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու ուղղությամբ։ Պարոն Քոչարյան, դուք նշեցիք, որ մենք ժամանակ ունենք դեռ աշխատելու, դիվերսիֆիկացնելու, ամրանալու, ինքնիշխանությունը մեծացնելու, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը ընթանում է, բայց միաժամանակ նշեցիք, որ միայն այդ գործիքը չէ, որ Ռուսաստանը ունի, նաև ունի էներգետիկ, տնտեսական եւ նաև դիվերսիոն գործիքներ, հա, ոչ կոշտ մեթոդներ, այդպիսի գործիքներ հիմա կարծես դեռ կիրառվում են Հայաստանում եւ նշանակում է վերջին շրջանում Կիրիենկոյի եւ այլ ծաղիկները, այո, եւ Լավրովի այցը, այս գործիքները ինչքանով են հիմա աշխատում, ինչքանով են թույլատրված եւ ինչ պետք է անել դրանց, որ դրանք էլ հա նվազեցվի այդ։ Ես պետք է հպարտությամբ նշեմ այստեղ, որ մեր վերլուծական կենտրոնը վերջերս մի մեծ աշխատանքի հրապարակել, որի շնորհանդեսին նաև ձեր լրատվականներն կա, որը կոչվում էր Ռուսաստանից Հայաստանի կախվածությունները, սպառնալիքներ եւ դրանց հնարավոր լուծումները։ Մենք փորձել ենք քարտեզագրել այդ ձեր նշած բոլոր կախվածությունները, դրանք ունեն պարենային բնույթի, էներգետիկ բնույթի, տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի, ահաբեկչական բնույթի սպառնալիքներ եւ այլն, եւ փորձել դրանց վերաբերյալ հակաթույններ առաջարկել։ Այդ աշխատությունը մենք բավականին մեծ 66 էջանոց աշխատություն է, որը հրապարակված է մեր կայքեջում եւ ցանկացողները կարող են ծանոթանալ։ Իսկ դա այն թեման չի, որը հնարավոր է մոտակա րոպեների ընթացքում բացահայտել։ Դա բավականին լուրջ թեմա է, եթե հետազոտությունը կառաջարկի մարդկանց, ովքեր հետաքրքրված են նորից ընթերցել։ Պարոն Քոչարյան, դուք նշեցիք ահաբեկչական գործիքակազմի հա մասին։ Երեք Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցանում ասեց, որ մի քանի հոկտեմբերի 27-ի նմանվող դեպքեր են կանխվել ազգային անվտանգության ծառայության կողմից այս տարիների ընթացքում 2021-ից հետո եւ դեռ այդ գործիքակազմը ամբողջովին սպառված չէ։ Դուք համաձայն եք այս ծայրահեղական դիրքորոշմամբ։ Ես չեմ կարծում դա ծայրահեղական դիրքորոշում է, առնվազն մեկ դեպքի մասին հրապարակային է հայտնի։ Դուք հիշում եք, որ մի քանի հոգուց բաղկացած զինված խումբ էր ըստ էության բացահայտվել եւ զինաթափվել Ռուսաստանում, ընդ որում Ռոստով քաղաքում սինխրոնիզացիա եւ վերապատրաստում անցած, ես ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ Ռոստովում է գտնվում Ռուսաստանի զինված ուժերի արտաքին հետախուզության ուրեմն այդ ճամբարը, որտեղ պատրաստություն են անցնում, նաեւ Վագների որոշ ճամբարներ են այնտեղ գտնվում, ու դա պատահականություն չէ բնականաբար, այնպես որ խոսել նրա մասին, որ սա ինչ որ ծայրահեղական կամ ավելորդ բան է, բացարձակապես կարիք չկա, որտեղ առնայություն ուզում գտնել, որ առնվազն մեկ դեպքի մասին հրապարակային հայտնի է բոլոր մանրամասներով։ Մի փոքր մոտենալով այդ եւ կներեք հազարական, դա մենք երկիր ենք, որը տեսել է հոկտեմբերի 27, չի մասին է խոսքը։ Մի փոքր նաեւ մոտենալով այս եկեղեցական թեմաներին, բայց ոչ ամբողջությամբ, այդ ահաբեկչության եւ գործակալների հա թեմայով Ռուբեն Ռուբենյանը ազգային ժողովի փոխխոսնակը հղումյանում Բագրատ Գալստանյանին arczepiskopos, որը հիմա սարեցրել է կոչում է եւ քաղաքական գործունեությունից ավալում, ասում է հայ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Բագրատ Գալստանյանը, որ տեղեկություններ ունի, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը վերածվելու է թմրանյութերի ու փողերի լվացման կենտրոնների, ընտանիքի մոդելի խեղման վայրի եւ այլն։ Եվ այս տեղեկությունները, գունավոր հեղափոխությունների ճամբար եւ այս տեղեկությունները նրան փոխանցել են արտաքին հետախուզական ծառայություններ օտարերկրյա։ Պարոն Քոչարյան, ասա ինչի մասին է խոսում ու պետությունը ինչ պետք է անի սրա հետ։
Տարբերակ A գործ ունենք մի պաթոլոգիկ ուղղակի սուտասանի հետ, ով ինչ-որ տենց հնարում է բաներ իր վրա ուշադրություն գրավելու համար։ Տարբերակ B գործ ունենք մի մարդու հետ, ում հետ Հայաստանի նկատմամբ ամենայն հավանականությամբ ոչ բարեկամական եւ ոչ բարիդրացիական նպատակներով որոշակի հետախուզական ծառայություններ աշխատանք են կատարում։ Երկու տարբերակում էլ լավ կլներ, որ իրավապահ մարմինները իրենց գնահատականը տային։ Եթե հաշվի առնենք, որ մյուս arczepiskopos Աջապայանն էլ հայտարարում էր, որ պետք է ռազմական հեղաշրջում անել ու ուղիղ ասում էր, այո, ես նաև կոչ արեցի ռազմական հեղաշրջում անել, սա ուղղակի էքսցենտրիկ վարք է, թե սա առհավատչանը նրա, որ եկեղեցու ղեկավարությունը մի հոգու գլխավորությամբ, Գարեգին Բ-ի ղեկավարությամբ ըստ էության քաղաքական պայքար է սկսել կառավարության եւ իշխող ուժի դեմ, եւ քաղաքական պայքարի շրջանակներում իշխող ուժը եկեղեցին փոխադարձաբար քաղաքական հարվածներ են հասցնել եւ հասցնում, ու սա դեռևս ունի խորանալու միտում, ինչը մեր երկիրը որևէ լավ տեղ չի տանում։ Այս առումով երևի թե ինչպես դա հաճախ արենում հազարամյակներ առաջ դեռևս պատասխանա տրված է այս հարցի։ Որն է։ Աստվածաշնչում անդվորում գրված կայսերը կայսեր, Աստծունը Աստծուն։ Բայց հիմա մենք խառն ենք իրար, ուր կարող ենք հասնել։ Ոչ մի լավ տեղ։ Երբ որ այդ երկուսը խառնում ես, ոչ մի լավ տեղ չի հասցնում։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։